Ժպտացեք սիրելիներս, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ տաղավարում են մարդիկ, ում հետ շատ կարեւոր մի կրթական նախաձեռնության մասին պիտի խոսենք։ Կարևոր կրթական նախաձեռնություն, որը անվանվում է Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադայի դեպ, պետք է նշենք, որ օլիմպիադայի նպատակն է բարձրացնել տնտեսագիտական եւ ֆինանսական գրագիտությունը ողջ Հայաստանում։ Իրականում օլիմպիադայի օրերից զատ նաեւ բազմաթիվ նախագծեր, միջոցառումներ են իրականություն դառնում, որոնց մասին կհասցնենք հենց հիմա տեղեկանալ։ Մեր տաղավարում են վարքագծային որոշումների կենտրոնի նախագծերի եւ օպերացիոն գործընթացների ղեկավար Սիմոնա Մխիթարյանը, ողջույն։ Ողջույն։ Եվ տնտեսագետ Հյուսիսային Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ամերիկայի Միացյալ Նահանգներից Թոնի Ֆերարին, ողջույն։ Good morning. Good morning. Եվ սկսենք ամենակարևորից։ Կարճ ներկայացրեք, խնդրում եմ, թե ինչ է Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան, որն է դրա հիմնական նպատակը եւ ինչ փուլերից է բաղկացած օլիմպիադան եւ ովքեր կարող են մասնակցել։ Մի փոքր ծավալուն, բայց կարևոր փուլերից բաղկացած հարց խնդրեմ։ Նախ շատ շնորհակալ եմ հրավերի համար, մեզ համար պատիվ է այստեղ գտնվել եւ սիրով կներկայացնեմ։ Տաթևացի տնտեսագիտական օլիմպիադան միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հայաստանյան մասն է, որին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտները։ Այն բաղկացած է 3 փուլերից՝ դպրոցական, հանրապետական եւ միջազգային փուլը, եւ այդ փուլերը հաղթահարած լավագույն 5 ուսանողները հնարավորություն են ստանում նաեւ ներկայացնել Հայաստանը միջազգային փուլում։ Ինչպես նշեցիք, մեր նպատակն է զարգացնել տնտեսագիտական եւ ֆինանսական գրագիտությունը Հայաստանում, եւ մենք նկատել ենք, որ շատ դպրոցներում տնտեսագիտությունը որպես առանձին առարկա չի դասավանդվում եւ ներառված չէ ցանկում։ Այդ իսկ պատճառով մեր նախաձեռնությունները փորձում ենք ավելի մեծ հետաքրքրություն ձևավորել երիտասարդների շրջանում եւ ներգրավել նրանց տնտեսագիտության մեջ։ Քանի որ կարծես շատերի համար պարզ կլինի, թե ինչպես են ընթանում նախորդ 2 փուլերը, խոսենք եզրափակիչ միջազգային փուլի մասին, գիտենք, որ մեր հյուրը նաեւ ժյուրիի անդամ է միջազգային փուլում, մի փոքր պատմենք ինչ գործունեություն եւ գործառույթ է իրականացնում որպես ժյուրիի անդամ։ Yes. Can you please explain what role do you play as a member of the jury and about the International Olympiad? Well, first, I want to thank you for inviting me here. You've got a beautiful country and you have every reason to be inspired by your young people. I am a reviewer of the test questions. I am a mentor to the students. I check for the integrity of the exam. And soon I have 2 inspirational stories about the Olympiad to share with you. But first, I'll let you interpret. Շատ շնորհակալ եմ ձեր ընդունելության համար, ուրախ եմ այստեղ գտնվել, որպես ժյուրիի անդամ ես ինձ է հանձնված առաջադրանքների գնահատման process-ը, ստուգման եւ գնահատման նախորդ սահմանված չափանիշների հիման վրա, բացի դրանից ես նաեւ վերանայում եմ եւ մշակում եմ առաջադրանքները, որպեսզի դրանք լինեն օբյեկտիվ եւ արդար, նաեւ հանդես եմ գալիս որպես մենթոր, վերապատրաստող եւ դասախոս բաց բոլորի համար։ Մենք իհարկե գիտենք, որ կա շատ կարևոր մի գիրք, որի համահեղինակն է մեր հյուրը, գիրքը կոչվում է Տնտեսակետ։ Կցանկանանք հասկանալ ինչն է ոգեշնչել եւ ինչպես է ստեղծվել։ Բայց բացի դա, մինչ դա կխնդրեմ նաեւ Թոնիին, որպեսզի նա կիսվի 2 շատ հետաքրքիր պատմություններով, լսենք դա եւ հետո շարունակենք։ Մեծ սիրով։ Please, the stories. The stories first. The winner of the International Olympiad was a 14-year-old young boy from Kakistan. Second, one of our independent learners came from Armenia, and she's from a small village and had no economics in her formal education, and she competed very well against many different individuals. Երկու կարևորագույն կետ, որ կցանկանանք նշել այս տարվա միջազգային օլիմպիադայից, առաջինը, որ ոսկե մեդալը շնորհվել է 14 տարեկան տղայի Ղազախստանից, ինչը ցույց է տալիս իր բացառիկ տաղանդի եւ նվիրվածության մասին, այդպիսի երիտասարդ տարիքից հասնել այդ մակարդակին, եւ երկրորդը հենց Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Հայրապետյանը, ով Շինուհայր գյուղից է, Սյունիքի մարզից, եւ չունենալով ոչ մի ռեսուրս եւ լինելով այնպիսի դպրոցից, որտեղ տնտեսագիտության մասին նույնիսկ չեն խոսում, ինքնուրույն սովորելով կարողացել է հասնել այսպիսի մակարդակի եւ միջազգային փուլին, որը խոսում է իր նվիրվածության եւ համառության մասին։ Սա շատ կարևոր նորություն էր, որ պարզապես անտեսել կամ չլսել չէինք կարող, եթե ճիշտ օրինակներ։ Վերադառնանք արդեն գրքի։ And about the book, can you please tell what's the book about?
The book is about everyday decision making, and it's intended to be accessible to everyone. We target students and teachers, but it can be used by community members and people in village that are interested in learning about how to make decisions from the moment they get up in the morning to the time they go to bed that help make themselves better, but bring a lot of other people along with them. Okay, thank you. Գիրքը նախատեսված է ուսանողների եւ դասախոսների համար, այն ներառում է իր մեջ հիմնային բազային գիտելիքները տնտեսագիտության վերաբերյալ եւ ծառայում է որպես ուղեցույց ոչ միայն դասախոսների եւ աշակերտների համար, այլ նաեւ հասարակության համար, քանի որ տնտեսագիտությունը շատ անջատված է մեր կյանքից, իսկ գրքում կարող ենք տեսնել այնպիսի օրինակներ, պատմություններ, որոնք եւ տեսական են եւ պրակտիկ առօրյա կյանքում։ Ինչով կարող է գիրքը օգնել մարդկանց, մասնավորապես երիտասարդներին, ֆինանսական գրագիտությունը զարգացնելու հարցում եւ որքանով է կարեւոր մեր օրերում ֆինանսական գրագիտություն ունենալը։ How can it help the students to increase their financial stability, financial literacy? I mean, every day students, people, parents are making decisions between this and that, and economics helps you think strategically about choosing what's best for you and your family. So you think about financial security, you think about income, but you also think about how small decisions can be very impactful to you and others in your lives. Ֆինանսական տնտեսագիտությունը շատ կարևոր է ոչ միայն ուսանողների համար, այլ նաև ընդհանուր հասարակության համար։ Մենք ֆինանսական որոշումներ կայացնում ենք ամեն օր եւ իրականում մի փաստ ասենք, որ շատ դեպքերում մարդիկ ունեն ֆինանսական գրագիտության եւ ֆինանսների մասին թյուր կարծիք եւ այդ ամենը հանգեցնում է ոչ արդյունավետ որոշումների մեր առօրյա կյանքում, որից նաեւ կարող են լինել այնպիսի սխալներ, ինչպիսիք են գերծախսը կամ պարտքերը, իսկ այս գրքի շնորհիվ մենք բացատրում ենք այդ թեմաները շատ պարզ եւ ընթերնելի ձևով, որը հասանելի է բոլորի համար եւ բոլորը կարող են այդ գրքից օգտվել։ Քիչ առաջ շատ կարևոր մի բան նշվեց, որ գիրքը ոչ միայն հստակ մասնագիտության մեջ կարող է մարդուն օգնել, այլ նաև կյանքում, բայց եթե հիմա վերադառնանք օլիմպիադային, ապա այս գիրքը օլիմպիադայի համար ինչ նշանակություն ունի եւ կարող են օգտվել մասնակիցները գրքից։ Այո, դասախոսները կարող են գիրքը օգտագործել որպես հենց առարկայի դասագիրք եւ կարող են դասավանդել տնտեսագիտությունը կամ արդեն երեխաներին պատրաստել օլիմպիադային, քանի որ այն ներառում է բոլոր հարցերը եւ բոլոր հիմունքները, ինչը պետք է իմանալ օլիմպիադային մասնակցելու համար։ Թե գիրքը, թե օլիմպիադան, որը արդեն տեղի է ունեցել եւ մենք փաստորեն ունենք շատ մեծ հաջողություններ իդեմս մերի, ինչպես են նպաստում Հայաստանում ֆինանսական գրագիտության, տնտեսական գիտելիքների եւ այս կրթության որակի բարձրացմանը, զարգացմանը։ Մի փոքր նաեւ ներկայացնեմ այս տարվա միջազգային օլիմպիադան, այն տեղի ունեցել օգոստոսի 10-ից 14-ը Հունաստանի Օլիմպիա քաղաքում եւ մենք ունեցել ենք 5 ներկայացուցիչ, որից մեկը ստացել է բրոնզե մեդալ։ Իսկ թե ինչպես է գիրքը նրանց օգնել, ասեմ, որ գրքում նաև ներառված են հիմնային սկզբունքները, բացի գրքից մենք ունենք նաև այլ նախագծեր, բացի օլիմպիադայից ունենք նաև այլ նախագծեր, որոնք մեկնարկելու են 2026 թվականին, օրինակ դրանցից մեկն է դասատուների վերապատրաստումը, ձեռնարկատիրական մրցույթը եւ քաղաքականության մշակման մրցույթը, որոնք դեռ մշակման փուլում են եւ արդեն մեկնարկելու ենք 2026 թվականին։ Հիանալի։ Եվ հետաքրքիր մի բան էլի երիտասարդների հետ կապված, շատ կարևոր մի քանի կետ նշենք, թե ինչու է հատկապես կարևոր այս ամենը երիտասարդների համար, որովհետեւ այս օրերին տնտեսագիտական եւ ֆինանսական ոլորտը անդադար փոփոխման մեջ է եւ սա ինչ հիմք է հանդիսանում հետագայում երիտասարդների շատ ավելի պրոֆեսիոնալ կրթության համար, խնդրեմ։ Այս թույլ տվեք ես պատասխանեմ, այսպիսի դինամիկ եւ արագ զարգացող աշխարհում ֆինանսական գրագիտությունը կարծում եմ պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր անձ պետք է տեղյակ լինի, թե ինչպես վարվել իր ֆինանսների հետ եւ ձեռք բերել նաեւ ֆինանսական կայունություն հետագա անորոշությունից խուսափելու համար, նաեւ իմանալ ինչպես խնայել, ծախսել եւ ինչքան ներդրումներ կատարել, քանի որ այն շատ կարեւոր է այս դարում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ յուրաքանչյուր
անձ անհատ պետք է ունենա այդ ֆինանսական տարական գիտելիքները, որպեսզի նաև ապահովի իր կայունությունը եւ ավելի անկախ լինի, քանի որ հիմա տեսնում ենք, որ շատ երիտասարդներ փորձում են լինել ավելի ինքնուրույն եւ ավելի անկախ։ Անկամ ոչ երիտասարդներ, պատանիներ, նույնիսկ փոքրիկներ կարողանում են ինքնուրույն հիմքեր դնել իրենց ֆինանսական գրագիտության, որպես ամփոփում մեր զրույցի, ինչպես կարող են մեր հեռուստադիտողները, թե ուսուցիչները եւ ոչ միայն տեղեկանալ եւ Օլիմպիադայի մասին, որը սպասվում է արդեն հաջորդ տարի եւ մասնակից դառնալ մյուս բոլոր նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք կյանքի են կոչվելու, ինչպես նշեցիք 2026-ին արդեն։ Այո, իհարկե, նրանք կարող են տեղյանալ մեր կայքում SED.am-ում, նաեւ մենք ունենք գիրքը, այստեղ օրինակն ենք բերել ձեզ համար։ Այո, գիրքը երկլեզու է, հայերեն եւ անգլերեն տարբերակով, գիրքը անվճար է, կարող են ներբեռնել մեր կայքից եւ հասանելի դարձնել բոլորի համար։ Շնորհակալ ենք ձեզ, որ ժամանակ գտաք միացաք մեզ եւ ունեցանք շատ կարեւոր ու տեղեկատվական հարցազրույց։ Շատ շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Yeah, we're gonna sum up, so just saying that we're thank you for this meeting. May I leave a message? Yes, sure. You have every reason to be excited about Armenia's future, and the world deserves to hear this inspiring story. Keep up the good work, because through your students and your teachers, you have a very bright future. Շատ շնորհակալ ենք եւ շատ ոգեշնչված ենք այսպիսի պատմություններից, դուք ունեք հրաշալի երիտասարդներ եւ հուսամ մենք նորից կհանդիպենք։ Իսկ մենք եթե տարիները ետ տանք սիրելիներ, երբ փոքր ենք, իսկապես չենք մտածում դեռ պատանի հասակում ֆինանսական կայունության կամ կարևոր գիտելիքներ ձեռք բերելու մասին, բայց այո, ժամանակը արագ է թռչում, մոտեցումները տարբեր են, այնպես որ կարևոր մի բան հասկացանք, որ այո, պետք է վաղ մտածել ֆինանսական գիտության եւ տեղեկացված լինելու մասին։ Մենք դեռ կշարունակենք խոսել կրթության, գիտության, մշակութային նորությունների մասին, ասենք շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ։